Նախկինում Մաղարաջյուղ, այսօր Գտաշեն գյուղը երկդարյա մամեդական լծից հետո նորից վերագտավ իր հայկական խոսքը, շունչն ու ոգին։ Բաքվից, Սումգայիթից, Ջավախքից, ինչպես նաև Հայաստանի այլ բնակավայրերից շուրջ 100 ընտանիք 1989-ին իրենց օջախը հիմնեցին այս հողակտորում եւ ուխտեցին պահպանել ու շենացնել իրենց բնակավայրն ու Հայաստանի հյուսիսային դարպասը։ Արդեն 20 տարի Գտաշեն համայնքը ղեկավարում է Սամվել Էգնատոսյանը։ Գյուղի դարդ ու ցավին կաջատեղյա գյուղապետը 1996 թվականից սկսած 3 տարին մեկ անցկացվող ընտրություններում վերընտրվում է որպես գյուղապետ։ Համագյուղացիները գնահատելով գյուղապետի ղեկավարման հմտություններն արդեն 5-րդ անգամ իրենց քվեն տալիս են Սամվել Էգնատոսյանին։ Որպես երիտասարդ ընտանիք մենակ ես չէի, տարբեր շրջաններից, Երևան քաղաքից, Թբիլիսի քաղաքից, Գյումրի քաղաքից, քաղաքներից էլ երիտասարդ մանկավարժ ընտանիքներ, ոգևորվածությամբ եւ քաղաքականությունները այդպես եւ մեր երկրին անհրաժեշտ եւ համայնքը սահմանամերձ լինելով հանդերձ նորակառույց բնակարաններ, ամեն ինչով ապահովված մենք եւ աշխատանքով ամենակարևորը ոգևորված մենք եկել ենք այս գյուղը։ Այստեղ ամենադժվարը եղել է որ տարբեր շրջաններից, տարբեր բարքերով, տարբեր բնավորությամբ մարդիկ հավաքվել են եւ ամենադժվարը եղել է որ կարողացել ենք հենց մեր ոնց որ ասած ջանքերով գյուղապետարանի աշխատող համանգավարներ կարողացել ենք միմյանց հետ մտերմանալ, համաձայնվել որ էս է մեր տարածքը, էս է մեր համայնքը, մենք ենք պահելու այդ համայնքը, մենք ենք այս համայնքի յուրաքանչյուր լավ ու վատի համար պատասխանատու։ Ղեկավարելով տարբեր բնակավայրերից գաղթած բնակչությամբ համայնքը հանդիպել է մի շարք խոչընդոտների, որոնք թեև դժվարությամբ, բայց հաղթահարվել են։ Տարբեր տեղերից եկած բնակիչները ամեն մեկը իր կարգ ու կանոնն են թելադրում կամ իրանց ծեսերը եւ այլն, հետո կամ թերագնահատում են թե ով որտեղից է։ Այդ հանգամանքները առաջի 5 տարիների ընթացքում շատ մեծ դժվարությամբ իրոք կարողացել ենք հարտել։ Ունենք մենակ ճանապարհների վերանորոգման խնդիր, ունենք ձմռան ամենակարևորը ձմռանը ճանապարհները ցանցածկույցից ազատելու, որտեղ մեր գյուղը գտնվում է կենտրոնական ճանապարհից, այսինքն միջհամայնքային Գյումրի ճանապարհից 5 կիլոմետր հեռավորության վրա կտրված է կենտրոնական ճանապարհից։ Եվ դրա դժվարությունը մենք անընդհատ զգացել ենք ձմռան ընթացքում։ Մանկապարտեզի աշխատանքն ենք կարգավորել, Փուշկետի, հիմնականում խմելու ջրի վթարների վերականգնում, ոռոգման ջրի ցանցի վթարների վերականգնման աշխատանքներ։ Գազաֆիկացումը, քանի որ մենք հայտերը ներկայացրել ենք, այսինքն ինչքան աբոնենտ կարող է լինել համայնքում, ներկայացրել ենք, բայց քիչ է։ Իսկ գազատարը մեզանից գտնվում է մոտ 800 մետր հեռավորության վրա, շատ հարմար է եւ կարելի է ուղիղ գծով, ոնց որ ասում են ուղիղ գծով գազաֆիկացնել գյուղը, այսինքն խողովակ անցկացնել եւ բնակարանները տեսակ շարքով շատ հեշտ է։ Դրա ուրեմն նախնական հաշվարկը պիտի մենք արդեն կատարել ենք նախնական հաշվարկը, դե ներկայացնենք հայ-ռուս գազարդ։ Մենք համայնքում էլ կարող ենք բնակիչների հետ ես խոսել եմ եւ համայնքի բյուջեից եւ մարդկանց սեփական միջոցներից մենք կարող ենք որոշակի ներդրում մոտավորապես 10-ից 20%-ի սահմաններում ներդրումը կատարել։ Այդ ընթացքում ուրիշ խնդիրներ չկար համայնքում ծագած։ Դե գիտեք, ամբողջ Հայաստանում ինչ-որ բոլոր վայրերում էր նույնն էլ մերը։ Էլեկտրաէներգիայի խնդիրը նույնն էր, մյուսը նույնն էր, բոլորը նույնն էր։ Իսկ հետագան, երբ որ արդեն տեղական ինքնակառավարման մասին օրենքի գործելուց հետո արդեն երբ որ ունեինք տեղական բյուջե, համայնքային եկամուտներ, տեղական այդ վճարները բոլորը արդեն հավաքագրվում էր մեր համայնքում, արդեն սկսում ենք կարող ենք մենք մեր բյուջեով նախատեսնել որոշակի խնդիրներ համայնքում։ Ֆինանսական մեծ ներդրում պահանջող ծրագրերը, որոնք համայնքի բյուջեն թույլ չէր տալիս իրականացնել, կատարվել են հասարակական եւ բարեգործական կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով։ Օրինակ Շեն բարեգործական ընկերության կողմից մեր դպրոցի հիմնականում դպրոցի վերանորոգման աշխատանքներ ենք կատարել Արտաքին եւ տարածքի եւ ծածկի վերանորոգում, այսինքն հիմնական կարևորը դպրոց պահելու համար, չխայկայվելու համար այդ ծրագրերը իրականացրեցինք մեր դպրոցի համար։ Վերջերս էլի դպրոցի վերաբերյալ եղավ սնունդ աշխատանքի դիմաց ծրագիր, արդեն ներքին հարդարման աշխատանքները կատարեցինք։ Սնունդ աշխատանքի դիմաց ծրագրով մենք իրականացրել ենք սելավատարների մաքրման աշխատանքները, կամուրջների վերանորոգման աշխատանքները։ Կարետասեն միասին մեր ադմինիստրատիվ շենքի, գրասենյակի շենքի մի մասում առանձնացրել ենք եւ գրադարանի գրքերն ենք տեղափոխել այդտեղ եւ որպես ժամանցային կենտրոն։
Բնակավայրը համարվում է ալպիական գոտի եւ շատ հարմար է անասնապահության համար, իսկ տարածաշրջանի կատից պատրաստված պանիրը Հայաստանում մնում է անգերազանցելի։ Կաթը կզատենք, հետո մեկ քիչ մերմարաթաթվիկ է, էլի, բերենք տնենք կպեչքին, տակնակը լավ սարքենք։ Համայնքում հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, ցանկատարածություններից մոտ 800 հեկտարը վարելահողեր են, որից 400 հեկտարը գտնվում է սահմանային գոտում։ Տարածքում ունի շատ հարմար արոտավայրեր, շատ հարմար խոթարկի տարածքներ, այսինքն զարգացման ճյուղը սկզբից կողմնորոշվում էին որը, հետագայում արդեն զգացվեց, որ այստեղ իրոք ամենաճիշտը զբաղվելն է անասնապահությամբ։ Այստեղ նաև կա ձկնաբուծության համար շատ հարմար պայմաններ, ձկնաբուծությունն է նաև զարգացում ստացել է գյուղում։ Մի քանի ընտանիքներ, օրինակ մեկ էս ընտանիքը թեգուս, այնտեղ ձորում կան տեղադրված մեղվանդանիքներ բազմաթիվ, որոնք այդ դասընթացների են մասնակցել Թրբանջան կենտրոնում եւ զբաղվում են մեղվաբուծությամբ։ 2011 թվականից եւ ընդմիշտ բնակավայր նոցվեց քրիստոնեության լույսով։ Մեզ այսօր և թող մեզ սպարտիս մեր, որպես և մեկ թողունք մերոց պարտավանած, և մի տանիրս մեզ իմ գործություն, այլ պրգյազ մեզ իչարեն, զիքոյը յարկայություն և զորություն։ Այս մադուրը կառուցեցինք, որպեսի մենք վերափոխվենք, վերանորոգվենք, քրիստոնյա դառնանք, այս տարածքը քրիստոնյա դառնա, այստեղ որ թուրք է ապրել, այսօր այս մադուրով մենք կնիկը դնում ենք, ասելով, որ այստեղ հայ է ապրում։ Յուրաքանչյուր եկեղեցի զորավոր է հավատքով, հավատն ու հայրենասիրությունն են մղել Կարապետ Պոդոսյանին հայրենի գյուղում եկեղեցի կառուցելու եւ իր բաժին ներդրումն ունենալու գյուղի շենացման գործում։ Մենք մնացել ենք Հավարիայի տակ, 7 թվականի դեկտեմբերի 19-ին, տեղեցինք որոշել, որ ասված մտածելով մեզի չէր արտահայտվել, մինչև իրագործելը, հիմքը գցելը։ Մենք չենք մոռացել մեր հայրենիքը, մեր գյուղը, մեր հարազատ հարևանիսին, բարեկամ բոլորին չենք մոռացել, դրա համար ուզեցի, որ այս ազերբայջանական գյուղը դառնա հայկական, քրիստոնեական գյուղ։ Это большое дело для Սա մեծ գործ է գյուղի համար, հնարավոր է եւ այն բոլոր գյուղերի համար, ուր նախկինում ապրել են ադրբեջանցիները։ Կարելի ասել, սա արտնասում է այն գիտակցումը, որ դու հայ ես, դու քրիստոնյա ես, դու պարտավոր ես սիրել քո հավատը, պահպանել այն եւ քո ազգն ու հայրենիքը։ Понятно, что ты все равно должен помнить, что ты армянин. Գյուղապետը լավ գիտի իր գյուղի ամեն մի ծխի պատմությունը եւ շրջելով գյուղում մեկ առ մեկ ու մանրամասնորեն կարող է ներկայացնել իր բնակիչներին։ Մենք ընդունել ենք փախստականների Դուշանբեից, նաև Ադրբեջանի տարբեր շրջանից, եւ Ղարաբաղից, եւ Շահումյանի շրջանից ունենք փախստականներ, որոնց ընտանիքների մի մասը տեղափոխվեցին Ռուսաստանի Դաշնություն վերաբնակվելու, մի մասը դեռևս գյուղում ապրում, բնակվում են։ Երկրի սահմաններն ամուր են նաև սահմանամերձ գյուղերով եւ իրենց հող ու ջրին նվիրված բնակիչներով։ Այստեղ պատվոգրել են հիմնականում տարբեր տարիների մեր Գյումրու սահմանային զորամասի կողմից է, որովհետև մեր տարածքը ընդգրկում է մոտ 3 սահմանային ուղեկան։ 6-րդ, 7-րդ, 5-րդ ուղեկանները, այսինքն 6, 5, 4 ուղեկանների տարածքում մենք ունենք հողատարածքներ, այսինքն մենք ուզենք չուզենք կամ իրանք ուզենք չուզեն անընդհատ գտնվում ենք հարաբերությունների մեջ, անընդհատ շփվում ենք միմյանց հետ, գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ։ Կտաշենցիները իրենց շենը գտելու արմատներ են գցել, իրենց ստեղծածը էլ ոչ ոչի չզիջելու պայմանով։